Ողջույն հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն քվեարկության համար, ուղղակի շատ կարճ անդրադարձ կատարեմ, մենք կուռ թիմ ենք, ուստի որևէ նշանակություն չունի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով կլինի, անձամբ ես լինելու եմ խիստ արդյունավետ, որպես հանձնաժողովի անդամ, եւ այն բոլոր նպատակները, որոնք մենք ունենք, իրագործելու ենք, կրկնում եմ, շատ արդյունավետ կերպով։ Այժմ ինձ ուրեմն շատ մեծ սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկեր Լիաննա Մանուկյանին, կներկայացնեմ կենսագրությունը, ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 26-ին քաղաք Վայքում, 1999-ից 2004 թվականները սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, մանկավարժ հոգեբան է մասնագիտությամբ, իրավաբանական հոգեբան որակավորմամբ։ 1999, 2001 և 2007-ից 13 թվականներին աշխատել է Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում որպես հաշվապահ։ 2011 թվականի հունիսից մինչև 12 թվականի փետրվարը աշխատել է Նանա Լուսինե ՍՊ-ում որպես հաշվապահ։ 2013 թվականի փետրվարից մինչև 15 թվականի ապրիլը աշխատել է Tandem Payments ՍՊ-ում որպես գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի մայիսից մինչև հուլիս աշխատել է Իդրամ ՍՊ-ում որպես ավագ հաշվապահ, 2015 թվականի օգոստոսից մինչև 16 թվականի մարտ ամիս աշխատել է Expert Finance Universal վարկային կազմակերպություն ՓԲ-ում որպես ավագ հաշվապահ, 2016 թվականի մարտին նշանակվել է նույն ընկերության վերստուգողի պաշտոնում, իսկ 2016 թվականի հունիսից մինչև 20 թվականի նոյեմբեր զբաղեցրել է ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնը։ 2016 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի ապրիլ ամիս համատեղության կարգով աշխատել է առաջին ֆակտորինգային ընկերություն Universal վարկային կազմակերպություն ՓԲ-ում որպես գլխավոր հաշվապահ։ 2017 թվականի դեկտեմբերից մինչև 26 թվականի հուլիս աշխատել է Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբ ԲԲ-ում որպես ֆինանսական տնօրեն։ 20 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիս աշխատել է T-Construction ՓԲ-ում որպես ֆինանսական տնօրեն, այնուհետև 21 թվականի հունիսից մինչև 26 թվականի հուլիս աշխատել է TEX Փակ բաժնետիրական ընկերությունում որպես ֆինանսական տնօրեն, 25 թվականի ապրիլից մինչև 26 թվականի հուլիս աշխատել է Կասկադէներգո Սերվիս ՍՊ-ում որպես ֆինանսական տնօրեն։ 25 թվականի նոյեմբերին հիմնադրել է Հայուհի կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը և նախագահել այն մինչև 26 թվականի ապրիլը։ Ստացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված հաշվապահի որակավորման վկայական, ստացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված հետևյալ որակավորման վկայականները. դրամային փողային փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար, վարկային կազմակերպության վերստուգողի պաշտոնում աշխատելու համար, ինչպես նաև վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատելու համար։ 2020-23 թվականներին եղել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ, ամուսնացած է, ունի 2 զավակ։ Ասեմ նաև, որ Տիկին Մանուկյանը ունի մարդկանց հետ շփվելու, հարաբերվելու, կոմունիկացիոն շատ բարձր հատկանիշներ, մենք պարբերաբար քննարկում ենք մեր հետագա անելիքները, ծրագրերը, այնպես որ մեկ անգամ ևս կրկնում եմ, անկախ նրանից ով կլինի այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում, բնականաբար դա պետք է լինի համապատասխան անձը մեր խմբակցությունից, մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ, նույն սկզբունքայնությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն դահլիճում և կարող եք գրանցվել պարոն Ֆարմանյանին հարցեր ուղղելու համար։ Գրանցում։ Ապկենթունյան, ու լռություն դահլիճում ընկերներ։ Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, պարոն Կարապետյանը երբ ներկայացնում էր թեկնածուներին, նշեց, որ քվեարկության արդյունքը նաև կարելի է բացատրել նրանով, որ թեկնածուներին չեն հասցրել լավ ներկայացնել եւ նշեց, որ
ելույթների հնարավորությունը ամբողջությամբ օգտագործելու են, այսինքն ենթադրում եմ, որ ձեր ամբողջ խմբակցությունը կամ մեծ մասը ելույթներ են ունենալու։ Արդյոք սա նշանակում է, որ այդ բոլոր ելույթները ուղղված են լինելու կամ նվիրված են լինելու տեխնացուների կենսագրությանը ու նրանց վերաբերող հանգամանքներին, որպեսզի մարդիկ ավելի լավ ճանաչեն ու լավ հասկանան, թե ով է տեխնացուն, թե մենք էլի մտնելու ենք ոլորտային եւ ոլորտից դուրս քննարկումների մեջ։ Կարծում եմ կլինի ոլորտային, պարոն Թունյան, ինչպես արդեն պարոն Կարապետյանը նշեց, սպասենք հարցերին, ըստ այդմ ընթացքը ցույց կտա, այս բանը չեմ կարող ասել ինչ հարցեր կանչեն։ Արձագանք։ Արդյոք նաև այս գործելավոճը կարելի է համարել որպես պայմանական, ասենք, վրեժխնդրություն ձեր տեխնացուներին չընտրելու համար, որպեսզի մենք մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, նույն հաջողությամբ ես կարող եմ ձեր խմբակցությանը հարց ուղղել։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնները առաջադրում են ընդդիմությունը։ Նույն հարցը կարող եմ ձեզ տալ, արդյոք վրեժխնդրություն չէ ընդդիմությունից, որ 3 հանձնաժողովի նախագահի չեք ընտրել, հետևաբար ձեր հարցին չեմ կարող պատասխանել, կրկնում եմ, ընթացքը ցույց կտա։ Նարեկ Կարապետյան։